Հյուրեր եւ եղբայրներ, միշտ հաճելի է լսել նոր երգեր եւ դա նշանակում է, որ ճիշտ է, որ յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա արտահայտվելու։ Այսօր նշանակում է կարող ես էլի գալ, Սոնա, եւ Լիլիան նույնպես։ Գիտեք, դարեր շարունակ քրիստոնեական հավատքի շուրջը ինչքան վեճեր, բանավեճեր, ինչքան պատերազմներ են եղել։ Զարմանալի է սիրելիներ, բայց Աստվածաշնչյան մեկ տեքստը այսպես հասկանալու եւ այնպես հասկանալու համար ամբողջ ազգեր են իրար հետ պատերազմել, արյուն են թափել։ Ընտանիքներ են բաժանվել, կռվել են իրար հետ։ Ինչ ասեք, որ տեղի չունեցել այն հարցի շուրջ, թե ով է ճիշտ հավատում Աստծուն։ Ես հիմա ուզում եմ մի հարց տալ մեր պատանիներին։ Ուրեմն Անժելին, դուք Մարլինի հետ գրեթե նույն համարի շորերն եք հագնում, կոշիկները եւ այլն։ Պատահում է, որ մի օր առավոտ վեր գնաս, տեսնես Մարլինը քո կոշիկներն է հագել, կամ քո շորն է վերցրել, որ հաճախ նույն գույնի են լինում։ Լինում է այդպես։ Հետո ինչ եք անում իրար հետ։ Կռվում եք, որ քո կոշիկը ինքն է հագել, կամ քո շորը։ Ես մեկ-մեկ տեսնում եմ, որ նույն շորերն են իրենք հագնում, չէ՞։ Եվ պատկերացրեք, առավոտը մեկ ասի, սա իմն է, ինքը ասի, չէ, իմն է, որտեղ նույնն է։ Եվ կռվեն կոշիկի համար։ Իհարկե, սա փոքր օրինակ է, բայց ուզում եմ, որ երեխաները նույնպես իմանան, որ հավատքի հարցում մեծերը նույնպես այդպես են վարվում։ Եվ ոչ միայն պարզապես իրար հետ կռվում են, խլում են, այլ գնում են մինչև վերջ։ Կարող են սպանել իրար։ Աստծո խոսքի համար, թե ով է ճիշտ հավատում, արդեն դարեր շարունակ մարդիկ իրար կոտորում են, սպանում են։ Իհարկե, ավելի քաղաքակիրթ ճանապարհով լինում է, որ բանավիճում են իրար հետ, ինչպես Ալեքս եղբայրը առաջարկեց, որ հեռուստատեսությամբ բանավեճ լինի եւ դիտորդները տեսնեն, հասկանան, ով է իրենցից ավելի ճիշտ ասում կամ ճիշտ չասում։ Ասեմ, որ լինում է, օրինակ, Դագ Բաչելորը կազմակերպում է այդպիսի բանավեճեր որոշ հարցերի շուրջ, եթե կուզեք կարող եք նայել։ Հիմա, երբ որ քրիստոնեական հավատքը սկսեց տարածվել նոր, երրորդ դարում արդեն պատկերացրեք մոտավորապես 250 տարի անց, երբ որ Քրիստոսը սկսեց քարոզել, նախկինում կար այդպիսի մի երկիր, Լիբիա էր կոչվում, հիմա այլ երևի կա, մի քիչ այլ իհարկե կարգավիճակով, այնտեղ կար քրիստոնեական եկեղեցի, որի եպիսկոպոսը, այսպես ասենք, դպիր էր քրիստոնեական հավատքի եւ նրա անունն էր Արիուս։ Եվ այս Արիուսը սկսում է առաջ քաշել մի թեզ, որ քրիստոնյաները ճիշտ չեն հավատում Աստծուն, որովհետև նրանք կարծում են, որ Քրիստոսը, Աստծո որդին, նույն ձևով հավասարապես Աստված է, ինչպես Հայրը։ Եվ նա սկսում է սովորեցնել եւ իր ազգի մեջ տարածել այդ հավատքը, որ Քրիստոսը ստեղծված է Հոր կողմից, որ նա չի կարող հավասարազոր լինել Աստծուն, որ նա չի կարող իր մեջ ունենալ կյանք, որ մի հատ էլ պարգևի ուրիշներին։ Եվ այսպես այս հավատքը սկսում է տարածվել Աֆրիկայի հյուսիսային մասերում, հետագայում դա արդեն հռոմեական կայսրության մեջ է սկսում տարածվել եւ որոշ գերմանական ազգեր դրանք ընդունում են։ Եվ քանի որ այս թեզը սկսում է տարածվել քրիստոնեության մեջ, մյուս եկեղեցիներում, մյուս եպիսկոպոսները, եկեղեցու այրերը եւ դպիրները սկսում են անհանգստանալ։ Այսինչ է,
ինչ որ մի տեղից, ինչ որ մի նոր ուսմունք է ծագել եւ տարածվում է։ Ինչ պետք է անել։ Անմիջապես այս բողոքի ալիքը բարձրանում է եւ այն ժամանակ երրորդ դարի սկզբներում Հռոմի կայսր Կոնստանտինը մտածում է, որ սա մեծ բառակտություն կմտցնի կայսրության մեջ։ Որոշ ազգեր էսպես են հավատում, մյուս ազգեր էսպես, հետո այդ ազգերի մեջ առաջանում է թշնամություն, եւ որպեսզի համերաշխություն տիրի եւ միասնությունը իր կայսրության տարածքում ապահովի, ինքը նախաձեռնում է մեծ ժողով քրիստոնեական եկեղեցու մեջ։ Ժողով, որտեղ պիտի գան բոլոր այն ժամանակվա հայտնի քրիստոնեական եկեղեցիներից պատգամավորներ, եւ այդ պատգամավորների հետ միասին իրենք պետք է գրավոր ներկայացնեն քրիստոնեության հիմնական դրույթները, հավատքի դրույթները։ Եվ պատճառը այդ համաժողովի, որին հետագայում անվանեցին Նիկիո տիեզերաժողով, հիշեք խնդրում եմ սա, մեր թվարկության 325 թվականին։ Պատճառը հիմնականում այս մեկ եպիսկոպոսն էր, Լիբիայում Արիուս անունով։ Նա ըստ էության առաջ էր քաշել ինչ որ հերձվածողություն, որով ասում էր, որ բոլոր մյուս քրիստոնյաները սխալվում են, համարելով Հիսուսին աստվածության հավասար անձնավորություն։ Եվ դա է պատճառը, որ նրանք հավաքվում են եւ մշակում են հանգանակ, հավատքի հանգանակ կամ, այսպես ասենք, դոկտրինա, քրիստոնեական եկեղեցու։ Սկզբում Նիկիո հանգանակը շատ կարճ է եղել։ Մենք հիմա որ ունենք 28 հավատքի կետեր, դա շատ մեծ է, այն ժամանակ շատ փոքր էր։ Եվ այդ դրույթներից մեկը նա էր, որ ընդունեցին, որ Հիսուս Քրիստոսը հավասարապես Աստված է, ինչպես Հայրը։ Նա ինքը իր մեջ ունի կյանք, հավերժապես գոյություն ունի եւ չունի ավելի ցածր կարգավիճակ, քան Հայրը։ Եվ այդ հանգանակը, երբ որ գրեցին, մինչև այսօր դա հայտնի որպես Նիկիո հանգանակ։ Եվ նույնիսկ կան որոշ եկեղեցիներ, մինչև այսօր, որոնք ասում են միայն այն դրույթները, որ այդ ժողովն է ընդունել, արդեն բավական է։ Էլ պետք չի ուրիշ ինչ-որ բաներ մտածել, ավելացնել քրիստոնեական դոկտրինայի մեջ։ Ժողովը, Նիկիո ժողովը, դատապարտում է Արիոսին, դատապարտում է եւ աքսորում են նրան։ Գիտեք, այն ժամանակ իրար շատ ընդունված էր նզովյալ համարել, նզովել, անիծել եւ դատապարտել այդ ազգերի համարել թշնամի, որոնք հավատում էին այլ կերպ։ Ինչը տեղի ունեցավ Արիոսի հետ եւ այս ուսմունքը ներողություն։ Երբ որ սկսեց տարածվել, օրինակ լայն տարածում գտավ Աֆրիկայի հյուսիսային մասում, այն ժամանակ կար մի տարածք, որտեղ ապրում էին վանդալներ կոչվող ցեղը, լսել եք, չէ՞։ Գիտեք, նույնիսկ այդ եզրույթը, որին ասում են վանդալիզմ, չէ՞, ինչ է նշանակում։ Վայրենություն, չէ՞, երբ որ ավերում են, փշրում են, չգիտեմ, հուշարձաններ եւ այլն։ Հիմա մի քիչ ուրիշ իհարկե իմաստ ունի դա, բայց վանդալները սրանք փաստորեն Արիոսի հետևորդներ էին եւ ինչ է կարծում հիմա կան նրանք թե ոչ։ Ուր են բա։ Այդ ազգը ինչու չկա։ Որտեւ մյուս քրիստոնյաները որոշել են, որ նրանք ինչ չպիտի գոյություն ունենան, որտեւ հավատում են այլ կերպ։ Քրիստոսի կամ իրենց ուսմունքը մի քիչ ուրիշ ձև է։ Ուրեմն հաճախ բախումներ են եղել տարբեր ազգերի միջև, որոնք այսպես էին հավատում եւ այնպես։ Եվ փաստորեն վանդալները հիմա պատմության երեսից ջնջվել են, որտեվ հաճախ նրանց եւ արևմտյան եկեղեցու միջև, Հռոմի եկեղեցու միջև պայքարներ էր ընթանում, ինչեւ որ չվերացրին։ Եվ ոչ միայն նրանք, կային նաեւ ուրիշ, ուրեմն ազգություններ։ Աֆրիկայի հյուսիսում հիմա, որտեղ Ալժիր երկիրն է,
հիմնականում այնտեղ մի քիչ Եգիպտոս եւ այլն, այդպիսի ուսմունք էր տարածվել, բայց մենք գիտենք, որ արդեն այդ ազգերը չկան, վերացել են երկրի երեսից, որտեղ քրիստոնյաները որոշել են, որ եթե ինչ որ մեկը այնպես չի հավատում, ինչպես մենք, նրանք պետք է չապրեն այս երկրի վրա։ Նզովքի էին ենթարկում, համարում էին հերետիկոս, շատ կոպիտ արտահայտություններով էին իրար նրանք կանչում հաճախ։ Գիտեք, շատ կոպիտ, նույնիսկ գռեհիկ արտահայտություններ էին անում իրար հանդեպ այն ժամանակ, երբ որ մեկը մի ձևով էր հավատում, մյուսը մի ձևով։ Եվ այս պայքարը քրիստոնյաների մեջ մինչև այսօր գնում է։ Մի քիչ իհարկե վերջին 200 տարիների ընթացքում ավելի քաղաքակիրթ բնույթ է ստացել, որ քրիստոնյաները իրար հետ վիճում են, թե ով է ճիշտ աղոթում Աստծուն, ինչպես երգը լսեցինք, ով է ճիշտ պաշտում Աստծուն, ճիշտ երկրպագում եւ ում հավատն է ավելի ճիշտը։ Եվ իսկապես, ինչպիսին է Աստծո էությունը, նրա բնությունը։ Վերջի վերջո մենք կարող ենք իմանալ, թե այսպես միշտ պետք է պայքար լինի, մեկը այսպես հավատա, մեկը այնպես հավատա։ Միշտ անկեղծ քրիստոնյայի համար այդ չափանիշը, այդ հարցի եղել է Սուրբ Գիրքը, ճիշտ է։ Սուրբ Գրքում պետք է գտնել պատասխանը այդպիսի հարցերի։ Նախքան մենք ձեզ հետ միասին կգնանք, առաջ տեսնելու այդ հարցի էությունը, պետք է մի բան մենք ընդունենք եւ խոստովանենք։ Սա շատ կարևոր է սիրելիներ։ Առաջինը, մենք պետք է խոստովանենք, ուսումնասիրելով Աստծո էությունը, որ մենք խիստ սահմանափակ ենք այդ հարցում, որ մեր ուղեղը չի կարող լիությամբ ամբողջովին տեղավորել Աստծո բնույթը եւ նրա էությունը։ Բայց ինչ որ մենք կարող ենք հասկանալ Աստծո էության մասին, բացահայտված է Աստվածաշնչում եւ այնքանով միայն, ինչքանով որ մեր սահմանափակ հասկացողությունը կարող է ինչ անել, ընդգրկել, տեղավորել։ Ավելին չենք կարող, ինչքան որ Աստված է մեզ հայտնում։ Հիմա սկսենք նոր 5 կտակարանից։ Սկսենք 5 կտակարանից եւ տեսնենք, ինչ է ասում 5 կտակարանը Աստծո էության մասին, Աստծո բնության մասին։ Կարող ենք արդյոք մենք որոշակի պատկերացում կազմել։ Հիշեք նաև, որ անցյալի բոլոր այդ եկեղեցու հայրերը, դպիրները, գիտնականները, նրանք Սուրբ Գրքի լուրջ ուսումնասիրողներ են եղել։ Եվ մեզանից շատ լավ են իմացել Սուրբ Գիրքը, ասեմ ձեզ։ Առաջինը, եկեք կարդանք ձեզ հետ միասին, այսօր արդեն լսել ենք դա, Ծննդոց առաջին գլխում 26 համարը։ Հենց սկիզբն է սա Աստվածաշնչի եւ Աստված ասեց. Մեր պատկերով եւ մեր նմանության պես մարդ շինենք։ Շատ իրավեք։ Ծննդոց առաջին գլխի 27 համարը կարդացի։ 26։ Աստված ասեց մեր պատկերով եւ մեր նմանության պես մարդ շինենք։ Ովքեր են մերը։ Ինչ է իրենից ներկայացնում մերը։ Եվ տեսեք 27 համարում գրած է Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն։ Աստված եւ մեր պատկերով։ Սա կարդում են հրեաները միշտ։ Գիտեք, հրեաները շատ լավ գիտեն Ծննդոց գիրքը։ Բայց նրանք չեն ընդունում, որ աստվածությունը կարող է լինել հոգնակի։ Եբրայերեն Աստվածաշնչում նույնպես այդպես է գրած։ Մեր պատկերով։ Մարդը ստեղծված է ում պատկերով։ Աստծո պատկերով։ Եվ Աստված ասում է մեր պատկերով։ Մի անգամ ես այսպես կոչված հավատացյալի հետ էի խոսում այդ հարցով, գիտեք, հայտնի են, այդպես վկաներ են կոչվում, ասեցի մեր, ում մասին է խոսքը, որ Աստված ասում է մեր պատկերով շինենք, դե ասում է իրևի նկատի ունի հրեշտակներին նաև,
Ասում եմ, մարդը հրեշտակների պատկերով է ստեղծվել։ Ասում եմ, ոչ։ Ովքեր են մերը։ Ինչու է Աստված ասում մեր պատկերով շինենք մարդուն։ Եվ եթե մարդը շինվել է Աստծո պատկերով, ուրեմն այդ մերը, հոգնակի հասկացողությունը պետք է նաև վերաբերում։ Նաև մարդուն վերաբերում։ Նայեք ինչ է գրած։ Շատ ուշադիր, 26 համարում։ Մեր նմանությամբ պես մարդ շինենք, նայում եք, և հաջորդ արտահայտությունը ինչ է։ Որ ինչ անեն։ Իշխեն, ովքեր իշխեն։ Եթե Աստված պետք է մեկ մարդ շինի, ինչ է նշանակում իշխեն։ Այո, մարդը եզակի է, իշխենը հոգնակի։ Նկատում եք։ Մարդ շինենք, որ իշխեն։ Սա մեր հասկացողության մեջ, որպես եվրոպացիների, որպես այսպես ասենք, փիլիսոփայական միտք ունեցող հայերի անհասկանալի է։ Եվ հրեաների համար նույնպես պարզվում է, որ շատ անհասկանալի։ Ինչ է նշանակում մարդ, որ իշխեն։ Այդպես նայեք, Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, 27 համարն եմ կարդում։ Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ Այս թեմայի շուրջ ես կարծես թե մի քանի անգամ խոսել եմ, տարիներ շարունակ, եւ անդադ այդ հարցը առաջանում է, պարզվում է, որ այս հարցը քրիստոնեության ամենախորը բանավեճերից մեկն է։ Աստծո էությունը, Աստծո բնությունը։ Ուրեմն կարիք կա նորից խոսելու։ Ուրեմն նրան, նրանց իր մեր նկատում եք, չէ, ինչպիսի արտահայտություններ են, եւ իհարկե սա չի նշանակում, որ Աստված բնակ հայր էր, Քրիստոսը մայր էր եւ այլն, այդպես չի կարելի մտածել։ Ուղղակի հոգնակի իմաստը պետք է այստեղ գտնել եւ տեսնել, որ մեր կամքից անկախ մենք չենք կարող դա բացատրել։ Աստված մեկ է, գրված է Սուրբ գրքում, բայց ասում է մեր։ Ինչպես կարող է մեկը ասել մեր։ Ես օրինակ իմ անունից մի բան ասեմ եւ ասեմ մեր։ Մենք չենք հասկանում սա։ Եվ հենց դրա համար եմ ասում, որ մենք Աստծո էության վերաբերյալ շատ բան չենք կարող բացատրել։ Ուղղակի հստակ գիտենք, որ Աստվածաշնչում Աստվածությունը հոգնակի է։ Հենց միայն այս տեքստից տեսնում ենք։ Երբ որ Ադամը մեղանչեց, գրված է 3-րդ գլխի 22 համարում։ Եվ Տեր Աստվածը ասեց. ահա մեր թարգմանությունում այսպես է գրված. ահա Ադամը եղավ իբրև մեզանից մեկը։ Ո՞վ է մեզանից մեկը։ Իհարկե եղավ բառը այստեղ սխալ թարգմանություն է, գիտեք, մենք այդ մասին խոսել ենք, չէ՞։ Ադամը ոչ թե չէ, եղավ, այլ կար այդպիսին։ Ուրեմն, բայց հարցը այստեղ մեզանից մեկը արտահայտությունն է, որ չարն ու բարին գիտենա։ Ուրեմն, նորից մենք տեսնում ենք հոգնակի արտահայտությունը։ Հոգնակի արտահայտությունը։ Եվ այդպես մենք ունենք մի քանի արտահայտություններ 5 կտակարանում, կամ օրինակ Բաբելոնյան աշտարակի շինության ժամանակ Աստված ասում է իջնենք եւ քանդենք աշտարակը, չէ՞, եւ խառնակենք նրանց լեզուները։ Այստեղ իհարկե կարելի այդ speculation անել, որ գուցե հրեշտակներին է ասում, բայց հստակ գրված է, որ Տերը իջավ եւ խառնակեց, եթե բացեք 11-րդ գլուխը, նայեք խնդրեմ 5 համարում, Ծննդոց 11-րդ գլուխ 5 համար։ Իմ թարգմանության մեջ գրած է. եւ Յահվեն իջավ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։ Այդպես է գրված բոլորիդ մոտ։ Իջավ, եզակի է, չէ՞ գրված։ Հիմա կարդանք 7 համարը։ Երբ որ Աստված խոսում է, եւ Յահվեն ասեց. եկեք իջնենք եւ այնտեղ նրանց լեզուն խառնակենք
որ իրար լեզու չհասկանան։ Ուրեմն նորից մենք տեսնում ենք մի քանի անգամ Սուրբ գրքում նշված է, որ Աստվածությունը կամ Յահվե արտահայտությունը, որ կիրառված է, հոգնակի է։ Մենք ուզենք չուզենք այդպես է, սիրելիներ, մենք չենք կարող դա փոխել։ Կամ Եսայա մարգարեում, երբ որ Եսայան տեսիլք է տեսնում, Օզիա թագավորի ժամանակ, Աստծո գահն է տեսնում, հրեշտակներին եւ քերովբեներին, որոնք ընկած երկրպագում են Աստծուն եւ ասում են Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տեր Աստված ամենազոր, հետո Յահվեն ասում է. ով կգնա մեզ համար։ Ում համար։ Ով կգնա մեզ համար։ Աստծո անունով, ով կգնա։ Նորից օգտագործում է մեզ հոգնակի արտահայտությունը։ Բայց ամենակարևոր պահերից մեկը սիրելիներ, հետևյալն է, որ ես ուզում եմ դուք նշեք ձեզ մոտ, եթե դուք բացեք հիմա ժողովող գիրքը, Միչայելոց ինձ խնդրել են, որ այս թեմայով խոսեմ, որտեղ մեր քույրերը եւ եղբայրները, ովքեր լսում են մեզ այլ երկրներում, ուզում էին լուսաբանել այս հարցը, պարզաբանել։ Մենք 5 տակարանն ենք դեռ նայում, եթե գտնեք ժողովող գիրքը, ժողովող, սրանք իհարկե հասարակ բաներ են, որ դուք բոլորդ գիտեք։ Բայց տեսնում եք ինչքան հարցը հասարակ է, այնքան վեճերը ավելի խորն են, այնքան դժվարություններ կան։ Ու դա ցույց է տալիս, որ այնքան էլ հասարակ հարց չի սա։ 12-րդ գլուխը ժողովող գիրքը եւ 1 համարը, առաջին համարը։ Խոսքը վերաբերում է երիտասարդներին, ովքեր են իրենց զգում երիտասարդ մեր դահլիճում։ Բոլորդ եք զգում, բայց ովքեր են իրական երիտասարդ։ Իրական երիտասարդներ, խոսքը նրանց է ուղղված, բայց նաև նրանց, ովքեր իրենց զգում են երիտասարդ։ Առաջին համարում. Հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերում։ Հիշիր քո ստեղծողին։ Բոլորիդ մոտ այդպես է գրված։ Կա ուրիշ բան։ Չկա, չէ՞։ Ուրեմն հիշեք, սիրելիներ։ Հիշիր քո ստեղծող բառը հին եբրայերենում հոգնակի է։ Կհիշեք։ Այսինքն, եթե ստույգ կարդաք դուք այս տեքստը բնօրինակի լեզվով, կհնչի այսպես. հիշիր քո ստեղծողներին, քո երիտասարդությանը, բայց իրականում ինքը հնչում է որպես ստեղծող, բայց իր մեջ ներառում է հոգնակի թիվը։ Պատկերացրի, այսինքն դուք կարող եք ստեղծող բառը փոխարինել արարիչ եւ նորից դնել հոգնակի բառը։ Սա շատ կարևոր է, հիշեք։ Եվ սա նույնպես հասկանում են հրեաները, բայց նորից նրանք ըստորեն իրենց սիրտը կարծրացնելով չեն ուզում ընդունել։ Իմիջայլոց հետաքրքիր է, կա ինչ-որ լեզվում, որ այդ բառը հոգնակի միտք է արտահայտում, ասենք, արաբերենով եւ այլն։ Ես չգիտեմ իհարկե։ Հայերենում մենք ունենք այդպիսի բառեր, որ հնչում է եզակի, բայց իր մեջ պարունակում է հոգնակի։ Կհիշեք այդպիսի բաներ։ Օրինակ ես ձեզ բերեմ։ Լսել եք հայերեն կա այդպիսի բառ, ակունք, որ ասում են, չէ՞։ Ակունք եզակի թիր է, բայց դա իր մեջ ներառում է մի քանի բաներ, չէ՞։ Հետո մենք գրել ենք ակունքներ կամ երկինք նույնիսկ բառը։ Սրանք եզակի արտահայտություններ են, բայց իրենց մեջ ներառում են հոգնակի բաներ։ Օրինակ բարձունք։ Լսել եք այդպիսի բառ։ Բարձունք։ Ինքը եզակի թվով է հայերենով, բայց բարձունք նշանակում է բարձր տեղեր, հոգնակի իմաստով։ Այդպես է։ Նույն ձևով, սիրելիներ, հիշիր քո ստեղծողին արտահայտությունը իր մեջ ներառում է հոգնակի, այսինքն այդ ստեղծող արտահայտության մեջ կա առնվազն 2 եւ ավել իմաստ։ Հասկանալի է։ Հիմա մենք ձեզ հետ կպարզենք, դա ինչպես կարելի է հասկանալ։ Դժվար է հասկանալ, որովհետև Աստվածությունը, գիտեք, մեզանից շատ բարձր է, բայց ինչ որ գրված է, մենք չենք կարող մերժել դա։ Պիտի ընդունենք նույնիսկ առանց բացատրելու։
եւ հասկանալու։ Ուրեմն երիտասարդները պետք է իմանան, որ Աստված հոգնակի է։ Մեծերը կարծում եմ արդեն գիտեն։ Եթե փորձենք կարդալ օրինակ երիտասարդներին հարցնեմ եւ պատանիներին։ Ով կա մեր պատանիներից, կենթանիներին ով է ստեղծել, կենթանիներին ժողովուրդ։ Կենթանիներին ով է ստեղծել։ Աստված։ Հիմա բացեք խնդրեմ 104 Սաղմոսը, 104 Սաղմոսը։ Անժելինը թող բացի եւ նայի 104 Սաղմոսը։ Այստեղ չի, այստեղ այ, այստեղ։ Օ։ Աչքերս լավ չեն տեսնում։ Ուրեմն, գտակ 104 Սաղմոսը։ Ապրեք։ Հիմա ասեմ տեքստը, որ կարդանք։ 25 համարից 28 համարը կկարդանք։ Ես կարդում եմ, դուք հետևեք։ Այս մեծ եւ լայն ծովն է, այնտեղ սողացողները անթիվ են։ Փոքր կենթանիներ մեծերի հետ։ Այնտեղ նավերը ման են գալիս, այն Լևիաթանը դու ստեղծեցիր, որ խաղա նրանում։ Սրանք ամենքը քեզ են սպասում, որ նրանց կերակուր տաս իրենց ժամանակին։ Դու տալիս ես նրանց եւ նրան հավաքում են։ Դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով։ Երբ որ ծածկում ես քո երեսը, սարսափում են։ Երբ վեր ես առնում նրանց հոգին, մեռնում են եւ իրենց հողին դառնում։ Ուղարկում ես հոգիդ եւ ստեղծվում են։ Ուղարկում ես հոգիդ եւ ստեղծվում են։ Նայեք, կենթանիների մասին է գրած։ Ծննդոց առաջի գլխում գրված է, չէ, եւ Յահվեն ստեղծեց կենթանիներին։ Ստեղ գրված է, որ հոգիդ ուղարկում ես եւ ստեղծվում են։ Ուրեմն կենթանիներին ստեղծել է Աստծո հոգին։ Եվ նաեւ հայրը եւ որդին։ Ինչպես հասկանանք դա։ Դժվար է։ Հիմա եթե գնաք մի քիչ հետ Հոբի գիրքը գտնեք եւ 33-րդ գլուխը Հոբ Նահապետի Հոբ 33 եւ 4-րդ համարը կկարդամ։ Այստեղ Հոբի ընկերներից մեկն է խոսում։ Նրա անունն է Եղիուս։ Ով է ստեղծել Եղիուսին։ Տեսեք ինչ է գրում ինքը 4-րդ համարում։ Հոբ 33:4 Աստծո հոգին է ստեղծել ինձ եւ ամենակարողի շունչը ինձ կյանք տվել։ Նկատում եք։ Աստծո հոգին է ստեղծել ինձ։ Այդ հոգնակին, որ մենք ասում ենք, այս տեքստերում բացատրվում է։ Հիմա հրեան ուզի թե չուզի կամ չգիտեմ այսպես կոչված քրիստոնյան ուզի թե չուզի, ինքը պիտի բախվի այս հարցերի հետ։ Աստծո հոգին ստեղծել է Եղիուսին։ Եվ դա ինչ է նշանակում։ Այն որ ստեղծող բառը հոգնակի էր, չէ՞։ Դա նշանակում է, որ այսպես է, Աստծո հոգին էլ է ստեղծում։ Սրանք 5 տականում մենք տեսանք մի քանի տեքստեր, իհարկե սա շատ ընդհարցակ եւ լայն հարց է։ Չես կարող մեկ թեմայի ժամանակ քննարկել, մարդիկ գրքեր են գրել, հատորներ են գրել այս բոլորի մասին, բայց որոշ ընդհանուր շատ կարևոր դրույթներ նայեք։ Գանք նոր կտակարանին, ինչ է ասում նոր կտակարանը աստվածության մասին։ Նոր կտակարանը եւս շատ հստակ ինչ է ասում։ Ինչպիսին է Աստված նոր կտակարանը։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ։ Ասնվեց համարում մենք կարդում ենք Հիսուս Քրիստոսի խոստումը։
Ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Նորից հիշում եք խոստումը, չէ՞։ Ասում է ես կգնամ եւ մի ուրիշ մխիթարիչ կուղարկեմ։ Ուշադիր նայեք, այս կարճ արտահայտության մեջ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Քանի անձնավորություն եք դուք տեսնում այստեղ։ 3. Ես, հայրը եւ մխիթարիչը։ Հիմա տեսեք, ուշադիր։ Դարձեք դեպի 23 համարը։ Եկեք 22-23 կարդամ, որ ավելի հասկանալի։ Նույն գլխում 22-23։ Հուդան ասեց նրան, ոչ թե Իսկարիովտացին. Տեր, ինչ է, որ մեզ կհայտնես քեզ եւ աշխարհին ոչ։ Հիսուսը պատասխանեց եւ նրան ասեց. Ներողություն։ Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի եւ իմ հայրը կսիրի նրան։ Եվ ինչ, հետո ինչ է գրված։ Եվ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Այս ովքեր են։ Կգանք նրա մոտ եւ բնակություն կանենք նրա մոտ։ Ում նկատի ունի Հիսուսը։ Այն ինչ որ վերևն է գրված, այս համատեքստը խոսում է մխիթարիչի մասին։ Եթե նայեք, կարդակ այնտեղից սկսած կտեսնեք, որ համատեքստը խոսում է մխիթարիչ Սուրբ Հոգու մասին։ Հիսուսն ասում է կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ, նորից հոգնակի։ Հիմա ուշադիր եղեք շատ։ Հիմա պետք է համեմատություն անենք։ Նոր կտակարանյան այս տեքստի եւ հին կտակարանյան մի տեքստի, շատ հայտնի ձեզ մի տեքստ։ Ուշադիր հիմա նայեք 23 համարը, նորից եմ կարդում։ Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի եւ իմ հայրը կսիրի նրան եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Հին կտակարանում, երբ որ Աստված պատվիրեց Մովսեսին շինել սրբարան կամ խորան, նա այսպիսի արտահայտություն արեց Ելից 25-րդ գլխում։ Ինձ համար ինչ շինեք ասեց։ Ելից 25-րդ գլուխ 8 համարը։ Ինձ համար մի սրբարան թող շինեն, որ ես իրենց մեջ բնակվեմ։ Ուրեմն համեմատում ենք Ելից 25-րդ գլխի 8 համարը։ Թող մի սրբարան շինեն, որ ես իրենց մեջ բնակվեմ։ Եվ նոր կտակարանում ասում եմ. Եթե մեկը ինձ սիրում է, նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ։ Այս երկու տեքստերի համեմատությունը իրար հետ ցույց է տալիս սիրելիներ, որ Աստծո գերագույն նպատակը մարդկանց վերաբերյալ մեր ձեր հետ կապված ո՞րն է։ Որ նա մեր հետ բնակվի, մեր մեջ բնակվի։ Սա է։ Հին կտակարանում էլ նույնն է ասել Աստված։ Շինեք մի սրբարան, որ ես գամ ձեր մեջ բնակվեմ։ Նոր կտակարանում, երբ որ ասում են նրա մոտ կգանք եւ բնակություն կանենք նրա մոտ, ինչ է նշանակում դա։ Որ այդ սրբարանը մենք ենք, չէ՞։ Ուրեմն Աստված նորից օգնակի ասում է մենք կգանք եւ կբնակվենք։ Իսկ հին կտակարանում, երբ որ Մովսեսին ասեց ինձ համար մի սրբարան շինեք, ով էր իրականում։ Հայրներ թե որդիներ։ Որդին էր իհարկե։ Հիսուս Քրիստոսն էր, որ ասեց ինձ համար մի սրբարան շինեք։ Եվ այստեղ հիմա ինքը հոր եւ Սուրբ Հոգու անունից ասում է. մենք կգանք եւ կբնակվենք ձեր մեջ։ Ուրեմն եկեղեցին կամ հավատացյալների հանրությունը դա սրբարանն է։ Եվ հին կտակարանում էլ էր Աստված այդպես ուզում։ Սա շատ հետաքրքիր է։ Աստված ոչ չի ուզել իրեն համար առանձին մի տուն շինեն եւ ինքն այնտեղ մենակ ապրի եւ վերջ։ Իմաստը ո՞րն է։ Աստված միշտ կամեցել է ապրել հավատացյալների մեջ եւ նրանց սրտում։ Թե հին կտակարանում, թե նոր կտակարանում, նույն բանը։ Նա միշտ կամեցել է ապրել մարդկանց մեջ եւ նրանց սրտում։ Եվ քանի որ այս բոլորը չհասկացան, այդ խելացի ժողովուրդը, որին Աստված ընտրել էր որպես իր ներկայացուցիչները, ինչեւ այսօր էլ կան շատերը, որ չեն ըմբռնում այդ հարցը, Աստված ուղարկեց իր որդուն,
երկնքից եկավ Աստծո ներկայացուցիչը, երբ որ Քրիստոսը եկավ այս երկիր, Հովհաննես առաքյալը հասկացավ այդ մեծ ճշմարտությունը եւ գրեց իր ավետարանում հեղափոխական խոսքեր։ Սկզբում էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Սա անբացատրելի է, սիրելիներ։ Բանը նշանակում է ինչ։ Խոսք։ Եվ ասում է խոսքը սկզբում Աստծո մոտ էր եւ խոսքը ինչ էր։ Աստված էր։ Հիմա ինչքան էլ տառապեն այս քրիստոնյաները կամ այն ազգերը եւ այլն, ինչ էլ որ անեն, նրանք չեն կարող փոխել։ Գիրքը ասում է, որ նա Աստված էր։ Փոխել են, գիտեք, չէ՞։ Կա այդպիսի թարգմանություն, նոր աշխարհ է կոչվում։ Այնտեղ գրել են ոչ թե բանը Աստված էր, այլ փոխել են իբրև թե դրանից ինչ որ բան կարելի է, բանը աստվածային էր, որպեսզի մենակ հանկարծ չլինի Քրիստոսը Աստված։ Բայց սա չի ամենա տպավորիչը։ Ուշադիր եղեք։ Հետո Հովհաննեսը պարզաբանում է։ Նայեք 14 համարը, նույն գլխի Հովհաննեսի ավետարան։ Եվ բանը մարմին եղավ, եւ ինչ արեց։ Բնակվեց մեր մեջ։ Ուշադիր, այս 3 տեքստերը հիմա համեմատենք իրար հետ։ Ելից 25-րդ գլխի 8 համարը։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլխի 16-րդ համարը։ Եվ այս մեկը։ Երբ որ Քրիստոսը այնտեղ ասեց ինձ համար մի սրբարան եք, որ գամ բնակվեմ ձեր մեջ, նրանք այդպես էլ չհասկացան, որ ամպի սյունի մեջ, կրակի սյունի մեջ խոսողը ինքը Քրիստոսն էր։ Հետո ինքը Քրիստոս եկավ անձամբ արդեն, այլևս ծածկված չէր կրակի սյունով, այլևս ամպը չէր պարունում նրան։ Ինքը եկավ մարդկային մարմնով, որ իրեն տեսնեն աչքերով մարդիկ, եւ Քրիստոսն ասեց. բանը մարմին եղավ, Հովհաննեսն է ասում, եւ բնակվեց մեր մեջ։ Էլի կարծեմ ասել եմ ձեզ սիրելիներ, այս բնակվեց բառը շատ հետաքրքիր է։ Ձեր մոտ կա այլ թարգմանություն, որ դուք կարող եք նայել այս բառին։ Կա։ Թե բոլորիդ մոտ այդպես է գրած։ Մի հատ նայեք, խնդրում եմ։ Բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Նույն ձևով է հնչում բոլորիդ մոտ։ Այո։ Ուրեմն այս արտահայտությունը նոր կտականում կարող է ավելի ստույգ թարգմանվել այսպես։ Եվ բանը մարմին եղավ եւ իր վրանը խփեց մարդկանց մեջ։ Նշեք խնդրեմ սա, չմոռանաք։ Իր վրանը խփեց։ Ինձ համար մի սրբարան շինեմ, որ բնակվեմ ձեր մեջ, եւ Քրիստոսի մասին Հովհաննեսն ասում է, իր վրանը խփեց մարդկանց մեջ, նույն բանը։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ 5 կտակարանյան Յահվեն, որ ասեց ինձ համար մի վրան շինեք, որ ես ապրեմ ձեր մեջ, հիմա Քրիստոսն է եկել, մարմին է դառել եւ իր վրանը խփել մարդկանց մեջ, որ ապրի։ Խորան արտահայտությունը։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը եկավ անձամբ մարմնով իրականացնելու այն ինչ որ ուզում էր 5 կտակարանում, բայց ժողովուրդը ինչ չարին, չհասկացան, չընդունեցին, մերժեցին։ Հիմա եկավ ինքը անձամբ։ Առակում երբ որ ասում է թագավորը ուղարկեց իր որդուն, չէ՞։ Անձամբ կընդունեին Քրիստոսին, երբ որ եկավ իր վրանը խփեց մարդկանց մեջ, որ ապրի նրանց հետ։ Ոչ։ Եթե դուք մարդկանց հարցնեք, ասեք խնդրեմ, մի հատ վատ բան, որ Քրիստոս իր կյանքում արել է կամ ասել է, ինչի համար դուք չեք ընդունում նրան, լսեք տեսեք ինչ կարող են ասել մարդիկ։ Կարող են բերել մի օրինակ։ Ոչ մի օրինակ նրանք չեն կարող բերել։ Մի վատ բան, որ Քրիստոսը այս երկրում արել է կամ ասել է, եւ եթե ոչ, ապա ինչի են մերժում մարդիկ։ Սա նշանակում է, որ
Մարդկանց միտքը այնքան պետք է կուրանա, այնքան պետք է ծածկվի, այնքան պետք է տեսողությունը փակվի, որ նրանք բարին տեսնեն եւ չընտրեն դա։ Որովհետեւ այդ բարին տեսնելու կարողությունը տրվում է մարդուն միայն Սուրբ Հոգու կողմից։ Պատկերացնում եք, եթե դուք Սուրբ Հոգուն հեռացնում եք տեսադաշտից, Սատանան կատարյալ իշխանություն է վերցնում մարդկանց վրա, որովհետև այն միակ խողովակը, որով մարդուն կարելի է մի բան սովորացնել, հեռացավ։ Պատկերացրիք, եւ Սուրբ Հոգին ներկայացված է որպես ուսուցիչ։ Ով է մեզ սովորեցնելու այդ դեպքում։ Ով է սովորեցնում այդ մարդկանց, ովքեր այսօր հազարներով, միլիոններով ասում են Սուրբ Հոգին չկա, անձնավորություն չի, Աստված չի եւ այլն։ Ով է նրանց սովորեցնում։ Եթե չկա միակ ուսուցիչը Աստծո կողմից ուղարկված։ Ասում է մխիթարիչը, որ հայրը կուղարկի ձեզ, իմ անունով նա կգա եւ ինչ կանի ձեզ։ Կսովորեցնի ձեզ ամեն բան։ Ուսուցչին հեռացրին ասպարեզից, մնաց ով։ Մնաց մի խավար։ Մնաց միայն խավար։ Սիրելիներ, սա է խնդիրը, որ ինչու է այսքան հաջողություն հասնում Սատանան այս հարցում։ Ինքը կարողացել է հասնել իր նպատակին։ Ինքը ասպարեզից հանել է ուսուցչին, Աստվածային ուսուցչին, որ սովորացնում է մարդկանց ճշմարտությունը։ Եվ եթե ինքը չկա, մնացած ամեն ինչը, նույնիսկ եթե ճիշտ էլ հավատան մարդիկ ինչ որ մի բան, հաստատ կողքին լինելու է մի կեղծիք։ Պատկերացիք, ուրեմն դրա համար է Հիսուսն ասում, որ մենք կգանք կբնակվենք ձեր մեջ։ Ես, հայրս եւ մխիթարիչը։ Ինչպես կբնակվեն նրանք մեր մեջ, մենք չգիտենք։ Ֆիզիկայի օրենքներով դա հնարավոր չէ բացատրել։ Ինձ համար մի խորան շինեք, որ բնակվեմ։ Եվ վերջապես, սիրելիներ, մենք տեսնում ենք, որ աշխարհը այդպես էլ չի սովորում։ Դարեր շարունակ անցնում են, աշխարհը պայքարում է ճշմարտության դեմ, մարդիկ կռվում են, թե ով է ճիշտ հավատում Աստծուն, չէ՞։ Արտահայտություն կար համացանցում, ասում են, եթե քո Աստվածը, քո հավատը դրդում է սպանել մի ուրիշ մարդու, նրա համար, որ ինքը այլ կերպ է հավատում, ուրեմն քո հավատքն էլ է կեղծ, քո Աստվածն էլ է կեղծ։ Եվ մինչև վերջ, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը սա մնալու է սիրներ, եւ ավելի վատ ձևեր է ստանալու, ավելի վատ դրսևորումներ է ունենալու կեղծիքը։ Գիտեք, այսպիսի մի հոգեբան կար, կարծում եմ շատերդ լսել եք, Զիգմունդ Ֆրոյդ, լսել եք, չէ՞։ Ֆրոյդը հայտնի դարձավ աշխարհում նրանով, որ մի տեսություն մշակեց, որ մարդը, երբ որ իր զգացմունքները չի արտահայտում, ստիպված սեղմում է, այսպես պահում է, չէ՞ իր մեջ։ Մի օր անպայման ապագայում այդ զգացմունքները արտաժայթքելու են իրենից, բայց դա արվելու է ավելի վատ ձևով, շատ ավելի վատ ձևով։ Հիմա այսօր քրիստոնեություն ունի զսպող մի ուժ կա, որ թույլ չի տալիս, որ չարը լիովին իշխի այս աշխարհին, որն է այդ ուժը։ Դա Սուրբ Հոգին է, սիրելիներ։ Եվ չարի ամբողջ նպատակը այն է, որ Սուրբ Հոգին այս աշխարհից ինչ անի, վիրավորված հեռանա։ Այդ զսպող ուժը, որ հեռացավ, մարդկան զսպում է Սուրբ Հոգին, նրանց այդ չար կրքերը ինչ են արված, ենթարկված են դեռ։ Բայց երբ որ հանվեց մեջտեղից այդ զսպող ուժը ինչ է լինելու, այդ ամբողջ չարիքը արտաժայթքելու է ամենատգեղ ձևերով, ամենադաժան ձևերով։ Մեզ թվում է միայն, որ մարդկությունը զարգացել է եւ հասել է չգիտեմ ինչ բարձունքների գիտական։ Այսօրվա մարդը նույն վայրենին է, ինչ որ եղել է վանդալների ժամանակ։
Միայն տեղավորեք նրան ինչ որ միջավայրում եւ նա կդրսևորի իրեն։ Անպայման։ Մենք չափից ավելի շատ ենք հավատում հողեղեն մարդուն։ Այս թվում է թե մարդը ելք ունի, ուղեղ ունի, սիրտ ունի, զգացումներ ունի։ Անկագիններ, Աստծո հոգուց զրկված մարդը չի տարբերվում վանդալից։ Եվ անպայման այդ բոլոր կրքերը, որ նրա մեջ զսպված մնացել է, մի օր արտաժայթքել են։ Իհարկե ես չեմ ուզում ասել, որ Ֆրոյդը ամեն ինչում ճիշտ է եղել, բայց այդ հարցում հաստատ ճիշտ է։ Մանկուց, եթե զգացմունքները ճնշվել են մարդու, մեծահասակ տարիքում դրանք արտահայտվելու են եւ բերելու են շատ վատ արդյունքներ։ Նույնը մարդկության պատմության մեջ է սիրելիներ։ Աշխարհը եկել է հասունացել այն աստիճանի, որ Սուրբ Հոգին ստիպված վիրավորված հեռանալու է այս երկրից։ Եվ այդ դեպքում այդ զսպող ուժը երբ որ չկա, խանգարող ուժ չկա, որ չարը սկսի ազատորեն իրականացնել իր ծրագիրը։ Զսպող ուժ չկա, խանգարող ուժ չկա։ Չկա խիղճը մարդկանց մեջ, որ կարող է իրեն ասել լսի, կանգար։ Եվ Սուրբ Հոգին գործում է այդպես։ Եվ այդ ժամանակ է, որ Աստված պիտի գա իր ժողովրդին վերցնի այս երկրից։ Պատկերացնում եք այդ ամբողջ 6000 տարիների ընթացքում այդ ամբողջ չարիքը, երբ որ արտաժայթքի Աստծո ժողովրդի վրա։ Մեր հայրը այդպես թույլ չի տա։ Հայրն է նա մեր, նա թույլ չի տա, նա պիտի գա իր ժողովրդին վերցնելու։ Բայց Աստված թույլ է տալու, որ չարը դրսևորի մինչև ինչքան։ Ինչքան սահմանը։ Մինչև վերջ։ Որպեսզի բոլոր իսկապես բանական էակները տեսնեն չարը ինչի կարող է հասցնել։ Չարը դրսևորվելու է մինչև վերջ եւ փրկյալները հասկանալու են։ Ինչի է հասցնում այդ ճանապարհը։ Այսօր քրիստոնյաների շատերը չեն հասկանում, ովքեր մերժում են Սուրբ Հոգու Աստվածային էությունը, թե ուր են գնում իրենք, թե ում են գերի մատնվում։ Ու երբ որ Աստված գա իր ժողովրդին փրկելու, երբ որ վերցնի նրանց տանի իր արքայությունը, Հայտնության 21-րդ գլխում կարդում ենք։ Հայտնություն 21։ Բացել եք։ Հայտնություն 21 եւ կարդում ենք 4-րդ համարը։ Ներողություն, 3-րդ համարը։ Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. ահա Աստծո խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակվի նրանց հետ, եւ նրանք կլինեն նրա ժողովուրդ, եւ ինքը Աստված նրանց հետ կլինի նրանց Աստվածը։ Վերջապես ասում է Աստված կբնակվի նրանց հետ։ Տեսեք, ո՞րն է Աստծո խորանը այստեղ։ Ինչ է նշանակում, ահա Աստծո խորանը մարդկանց հետ։ Այո, վերջապես Աստծո ժողովուրդը եւ Հիսուսը միասին ապրում են։ Սա է խորանը։ Սա վերջնական իրականացումն է։ Ինչ-որ բան է պատահել, ինձ թվում է։ Ամեն ինչ նորմալ է։ Ուրեմն, սիրելիներ, Աստծո էության հարցը, չնայած իր բոլոր, ասենք, գաղտնիքներին, որոշ առումով պարզաբանված է։ Աստված հոգնակի է մեկ, սա պետք է մենք հստակ նշենք։ Աստվածությունը մեկ չէ։ Պատկերացրեք, եթե Աստված ստեղծող է, չէ՞, արարիչ։ Ուրեմն նշանակում ինքն է ստեղծել, չէ՞, բոլորը։ Բոլոր հրեշտակներին, մարդկանց եւ այլն։ Եվ եթե պատկերացնեք, հետ գնաք ժամանակի առումով եւ հասնեք այն կետին, երբ որ Աստված դեռ ոչ ոքի չէր ստեղծել։ Ուրեմն ինքը ինչ էր։ Մենակ էր, չէ՞։ Բայց ոչ, սիրելիներ, Աստվածությունը երբեք մենակ չի եղել։
Մենակությունը հիմա Միացյալ Նահանգների անեծքներից մեկն է, մեծագույն միայնություն, մարդիկ միայնակ են հաճախ ընտանիքում, երեք մենք Դանիելի հետ ճանապարհին խոսում ենք, հազարավոր երիտասարդներ ամենալավ տարիքում զրկվում են ծնողներից, որտեղ նրանք մի հասարակ բանից վիճում են, բաժանվում են եւ որբ են թողնում երեխաներին։ Նրանք կարող են 100 հոգու մեջ լինել, բայց միայնակ զգալ իրենց։ Նույնիսկ եկեղեցում կարող է մարդը շրջապատված լինել 100 հոգով եւ մենակ լինել։ Աստվածությունը երբեք միայնակ չի եղել։ Սա բարի լուր է, սիրելիներ։ Միշտ եղել են Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Չի եղել մի ժամանակ, որ ասենք Հայրը միայնակ լինել տիեզերքի մեջ։ Սա բարի լուր է։ Եվ դա նշանակում է, որ Աստվածությունը դա ընտանիք է։ Ընտանիք։ Եվ սա է պատճառը, որ Աստված կանեցել է մարդիկ նույնպես։ Չնայած պետք է տարբերեք, սեռերի հետ չի կապված այդ հարցը։ Աստվածությունը պարզապես ընտանիք է, որտեղ մեկը մյուսին սիրում է, մեկը մյուսից առանձին անհատ է, ամեն մեկը իր անհատականությունն ունի, բայց բոլորը միասին մեկ գործ են կատարում։ Նրանք ստեղծող են, կամ նա ստեղծող է, արարիչ է։ Աստված այսօր էլ մարդու մեջ, երբ որ մարդը դարձի է գալիս, ով է նրա մեջ ստեղծում այդ նոր արարածին։ Այո, Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին է մեր մեջ կերտում Քրիստոսի պատկերը։ Եվ եթե Սուրբ Հոգուն հանեք, հեռացնեք, ինչ է նշանակում, որ բոլոր քրիստոնյաները կեղծ են այդ դեպքում, որտեղ ոչ ոք չի կարող արտացոլել Քրիստոսի պատկերը։ Եվ այդ մարդիկ, ովքեր այդպես վստահ դավանում են, քարոզում են, որ Սուրբ Հոգի չկա, կամ Սուրբ Հոգին ուժ է, Աստված չէ, Աստվածություն չէ, անձնավորություն չէ, նրանք բոլորը կեղծ են։ Որտեղ միայն Սուրբ Հոգին կարող է մեր մեջ ստեղծել Քրիստոսի նմանություն։ Իսկ առանց Քրիստոսի ամեն մարդ կեղծ է, սիրելիներ։ Ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք, դուք կարող եք չհավատալ կամ իմ ունկնդիրները չգիտեմ որտեղ որ լսում են, կարող են չհամաձայնել ինձ։ Բայց դա փաստ է։ Միայն պարագաները կարող են հստակ ցույց տալ, որ մարդկային էակը, մեղանչական մարդը կեղծ է առանց Սուրբ Հոգու։ Ուրեմն Սուրբ Հոգին մեր իմաստվածն է, սիրելիներ։ Եվ Սուրբ Հոգին աստվածություն է բառից ամենաբարձր իմաստով։ Նաև ձեր Աստվածն է։ Ամեն։ Այո։ Չկասկածեք թանկագիններ։ Այս հարցում հազարավոր քրիստոնյաներ վայր են ընկնելու։ Ինչպես մեր եկեղեցու ղեկավարներից մեկը վայր ընկավ տարիներ առաջ։ Բարձր պաշտոնյան։ Երևի 1000-ի չափ մոտավորապես քրիստոնյաների ղեկավար էր եւ նա այս հարցում Սուրբ Հոգու վայր ընկավ։ Վերջ, եթե նա այդպես էլ մնա, ես վստահ եմ, որ նա չի կարող վերադառնալ, նա կորած է հավերժության համար։ Եվ Սուրբ Հոգին, սիրելիներ, միակ միջոցն է, որ մեզ զերծ է պահում չարից։ Միակ միջոց, Քրիստոսը այնտեղ է եւ Հայրն էլ այնտեղ է։ Ճիշտ է։ Քրիստոսը հոր առջև բարեխոսում է։ Այս երկրում Սուրբ Հոգին է գործում։ Ուրեմն երբեք չկասկածեք Սուրբ Հոգուն թանկագիններ, որպես աստվածություն, ես շարունակելու եմ այս թեման հաջորդ անգամները, նույնպես որովհետև ինձ գրում են հաճախ, ընտրում են այս հարցը շարունակել պարզաբանել։ Եվ ես նկատում եմ, որ սա կարևոր է։ Թեկուզ պարզ հարցեր են, սիրելիներ, բայց կարևոր է։ Մենք պետք է հաստատվենք այս հարցում այնքան, որ նույնիսկ չգիտեմ արիուսն էլ լինի, բանակներ էլ վեր կենան, չգիտեմ, արյունահեղություն էլ լինի, մեզ ոչ ոք չկարողանա համոզել հակառակը։ Աստված հավերժական դարերից Հայրն է, Որդին եւ Սուրբ Հոգին։ Եվ նրանք երեքը հավասարապես հավասարազոր Աստված են։ Ով Տերը օրհնի մեզ, թանկագիններ, որ հաստատվենք այս ճշմարտության մեջ, նորից շարունակությունը կհետևի։ Իսկ հիմա այո, իզուր չի, չէ՞։ Այո, շնորհակալ ենք Ալեքս ջան։
Ուրեմն եկեք կանգնենք աղոթքի։ Արնեք որ երգում ենք այս երգը առաջին համարի երգը։ Փառք տանք երգով մեր առաջին։ Մենք հաճախ չենք երգում, չէ՞։ Համար 1 երգը։ Եկեք միասին երգենք համար առաջին։ Աղոթքանենք այո հետո։ Բարեգութ Աստված, շնորհակալ ենք քեզ, որ դարերի խորքից մեզ հասցրել ես այն ճշմարտությունները, որոնք այսօր մեզ կանգուն են պահում այս աշխարհում, որ ամենուրեք լեփ-լեցուն կեղծ գաղափարներ կան եւ քրիստոնեական հավատքի վերաբերյալ հազարավոր տեսություններ, որոնք կարող են խարխլել մեր հավատքի հիմքը, դու ամեն անգամ շաբաթից շաբաթ, օրեցօր, տարուց տարի մեզ հավաստիացնում ես, որ հավերժական դարերից ի վեր Աստվածությունը եղել է հոգնակի, 3 առանձին եւ հավասարազոր, ամենակարող, ամենագետ եւ ամենագոյ անձնավորություններ։ Եվ մենք այսօր ուզում ենք փառք տալ Օրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն մեր ամբողջ համայնքով եւ թող քո ժողովուրդը միաբերան ասի ամեն։ Փառք տանք երգով մեր արարչին, համար առաջին Սաղմոսը։ Հիմա չեք հեռանում նստեք, լսում եք երաժշտությունը, խփում եք քարոզի մասին, եւ երաժշտությունն ավարտի